Սեպտեմբերի 20-ից մեկնարկեց ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ փառատոնը, որն այս տարի նվիրված է Արցախյան ազատամարտի 25-ամյակին եւ կրում է լեզու եւ հայրենիք խորագիրը։ Մրցույթն անց է կացվում 2 տարիքային խմբերով՝ 11-ից 14 եւ 15-ից 17։ Նոյեմբերի 8-ին Վանաձորում անցկացվեց մրցույթ փառատոնի լոռու մարզային փուլը։ Ես իմ անուշ Հայաստանի արևահան բառն եմ սիրում, մեր հին սազի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում, արնանման ծաղիքների ու բարձերի գույրը բարբար ու դայրյալ աղջիկներից հեսաճկուր բառն եմ սիրում։ Մեր ազնվության գովաստանագիր, մեր մտքի պահեստ, հոգու օթևան, անցյալին պարզված դու մեր լսափող, և մեր խոսափող, գալիքին ուղված։ Նկարիչ, Արցախ նկարիր Արցախ, վանքեր նկարիր ու բերթերանար, լեռները դարձու հավերժի արձան, գետեր զգում տավիղներին լար, հողմի դեմ կանգնած անտառ նկարիր, ձիեր նկարիր անդհամբ ու անսանց, արտիվներ թռած լեռան կատարին, արտույտներ երկրի լազրով արփած։ Լոռու մարզից Ասմունքի մրցույթ փառատոնի դպրոցական փուլին մասնակցել էին մարզի հանրակրթական դպրոցների 1200 աշակերտներ։ Մարզային փուլին քաղաքային եւ գյուղական համայնքներից ընտրվել էին 43-ը։ Ուրախալին նա է, որ տարեց տարի երեխաների թվակազմն է ավելանում։ Իրոք շնորհակալական աշխատանք է կատարվում, այսքան երեխաներ ընդգրկվելով այս մրցույթ փառատոնին, ինչ խոսք ձևավորվում է գեղագիտական դաստիարակությունը, ճաշակի բարձրացումը, բոլոր դեպքերում ժյուրին, ինչպես ասում են, անաչառ է եւ բոլորն էլ, այսպես ասած, տրամադրված են, որ շատ լավ երեխաներ անցնեն հանրապետական փուլին, որովհետեւ մենք ինքներս ենք շահագրգիռ, որ ամբողջ մարզը ներկայացնենք լավագույններից լավագույններին։ Այս փառատոնի շնորհիվ երեխաներն ավելի են մոտենում գրքին ու գրականությունը, ավելի շատ ընթերցում այն։ Մասնակից երեխաները եւս կարևորում են փառատոնը, յուրաքանչյուրը հույս ունենալով, որ հենց ինքն է անցնելու փառատոնի հանրապետական փուլ։ Փառատոնի շատ լավ եմ պատրաստվել, բայց շատ հուզված եմ։ Բնականաբար հաղթելու ակնկալիքով եւ մեծ հաճույքով եմ մասնակցում։ Ակնկալիքները մեծ են, ու այս փառատոնը ամեն մի երեխայի համար, ամեն մի ասմունքողի համար օգնում է, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան հայոց գրականությունը։ Փառատոնը լավ եմ պատրաստվել, ուղղակի մի քիչ հուզված էի, բայց հուսով եմ, որ կհաղթեմ։ Մարզային փուլից հետո Երևանում տեղի կունենա մրցույթ փառատոնի հանրապետական եզրափակիչ փուլը։ Յուրաքանչյուր մարզից հանրապետական փուլին մասնակցելու հնարավորություն կունենա 6 աշակերտ։ Փառատոնը անց է կացվում Հայաստանի բոլոր մարզերում, Երևանում, Արցախում եւ Ջավախքում։ Տաթևիկ Ղազարյան, Արայիկ Նազարյան, մի հեռուստաընկերություն։ Մեր մոլորակի վրա կան միլիարդավոր կենսաբանական էակներ։ Նրանցից յուրաքանչյուրը եզակի է, եւ բոլորը միասին կազմում են ամբողջական էկոհամակարգ։ Նրանցից յուրաքանչյուրն ազդում է մեր առողջության, սննդի, տան, պաշտպանության վրա, կյանքի վրա։ Բոլորը միասին եւ յուրաքանչյուրն առանձին կախված են բնության շատ նուրբ հավասարակշռությունից։ Կլիմայի նույնիսկ ամենաչնչին փոփոխությունը միանգամայն կարող է ընդմիշտ կործանել նրանց կյանքը։ Այն ամենն, ինչ մենք անում ենք մեր մոլորակի կլիման կոպիտ փոփոխություններից պաշտպանելու համար, միանգամայն կարող է պաշտպանել մեր առողջությունը եւ սնունդը եւ մեր կյանքը։ Մենք մարդ արարածներս միայն մեկ տեսակն ենք այդ միլիարդներից, բայց միակն ենք, ով իրոք կարող է ինչ-որ բան փոխել։